խնդրում եմ ներկայացնել, հա, Ես Արմեն Հովհաննիսյանն եմ, Հայազն կուսակցության մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուն եմ։ Ուրեմն մենք տեղեկացանք եւ մանրամասն ուսումնասիրեցինք այս խնդիրը կապված արոտավայրերի վարձակալության հետ, Արևելյան Ատրպետական նահանգի եւ Սյունիքի մարզպետարանի միջև ինչ-որ նախնական փաստաթղթերը կնքված ուսումնասիրել ենք եւ գտնում ենք, որ դա կատաստրոֆիկ երևույթ է անընդունելի եւ բնապահպանական տեսակետից եւ դեմոգրաֆիական ազդեցության տեսակետից եւ երկրի անվտանգության տեսակետից մենք գիտենք, որ հանրային տարբեր քաղաքացիական ուժեր կան, որ սրան դեմ են բնապահպանական բնույթի, մենք լիովին համերաշխ ենք իրենց հետ եւ որպես առաջին քայլ մենք նամակ ենք ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին Հայաստանում, որտեղ մեր մտահոգություններն ենք հայտնել եւ նաեւ հայտնել ենք, որ ընդհանուր բոլոր միջոցներով պայքարելու ենք այս որոշման դեմ, չունենալով ոչ մի բան Իրանի Հանրապետության դեմ եւ պատասխան ենք ստացել, որ այս փուլում դեռ հաստատված չի այդ գործարքը։ Հիմա այսօր կառավարության նիստը մենք նամակը, որը կընթերցենք, կհանձնենք իրենց, որտեղ այդ նույն մտահոգությունները ավելի խիստ կերպով արտահայտված են, ավելի խիստ կերպով, որովհետև իրենք են մեր առջև պատասխանատու, իրենք են մեր կառավարությունը եւ իրենք իրավունք չունեն խաղալ մեր անվտանգության հետ։ Այստեղ ավելի շատ ազգային անվտանգության խնդիր եք տեսնում, թե բնապահպանական։ Բոլորը։ Մենք այդ հարցերը չենք տարանջատում։ Եթե մենք քաղաքական ուժ ենք եւ տեսնում ենք այստեղ ազգային անվտանգության խնդիր, դա ամենևին չի նշանակում, որ մեր համար բնապահպանությունը երկրորդական է, որովհետեւ հայրենի բնությունը դա մեր բնական միջավայրն է, որտեղ մենք պետք է ապրենք, սերունդ տանք, ստեղծենք պետականություն եւ մենք լիովին համերաշխենք Հայաստանում բնապահպանական շարժման հետ։ Հավաքի նրա համար է, որ ասենք կառավարության որոշմանը դեմ լինենք, որ Սյունիքի մարզում ասենք թողնենք, որ կոչվորները կան պարզիկ, ասենք թեկուզ հենց անասնապահության ասենք նպատակով։ Դուք որտեղից եք եկել։ Ես ինչ կազմակերպ։ Չէ, Երևանից եք։ Երևանից եմ, բայց նշանակություն չունի Երևանից ենք թե մարզերից, բայց պայքարում ենք մի ընդհանուր գաղափարի համար։ Իսկ դուք։ Մեր գաղափարը մի ընդհանուր է, ինչ որ ես ասած նույնը կրկնում եմ ես, մենք դեմ ենք օտար երկրների կոչվորները մեր երկրում բնակեցվելու թեկուզ ժամանակ։ Թեկուզ անասնապահության նպատակով։ Որտեղ տենց գնում է մեր ազգը դեպի ասիմիլյացիա, սպիտակ եղել։ Եթե չի ձուլվել, անպայման կձուլվի։ Եթե այսօր չէ, վաղը կլինի։ Վերջին օրերին հայ հանրությունը խորապես ցնցված է Սյունիքի մարզի ռազմավարական մի շարք հատվածներում առնվազն 50,000 հեկտար արոտավայրերն Արևելյան Ատրպատականի թուրքալեզու ոչխարապահներին երկարատև վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ հրապարակային դարձած տեղեկություններով։ Այս նախագծի շուրջ մտորել անգամ բացահայտում է տվյալ պաշտոնատար անձանց բացարձակ անհամապատասխանատվությունը իրենց պաշտոններին։ Նման բովանդակության եւ ծավալի գործարքը համապարփակ սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգությանը, ժողովրդագրական, բնապահպանական, հակահետախուզական եւ այլ բնագավառներում, ինչպես նաեւ հարվածում է հայրենի տնտեսվարողների շահերին։ Վստահ ենք, որ այս գործարքի հեղինակները հետամուտ են բացառապես իրենց նեղ անձնական շահին, որն ինչպես միշտ գերակայել է ազգային պետական հրամայականների եւ հանրային շահի նկատմամբ։ Խորապես մտահոգում է ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, երբ փոխանակ կտրուկ դատապարտելու եւ պատասխանության ենթարկելու գործարքը հեղինակած մեղավորներին փորձ է արվում մոլորեցնել հանրությանը, խնդիրը տեղափոխելով իրավական ընթացակարգի եւ էժանագին քարոզչահնարքների կներեք հարթություն։ Այս ամենը խորել է տալիս, որ ապագայում այս եւ նման այլ գործարքներ կարող են դարձյալ քննարկվել եւ իրագործվել։ Ուստի պահանջում ենք անհապաղ հայտարարել սույն եւ համանման այլ գործարքների անվերապահ անթույլատրելիության մասին։ Միաժամանակ զգուշացնում ենք, որ հայ հանրությունը կանխելու եւ դիժեցնելու է Հայաստանի անվտանգության եւ քաղաքացիների դեմ ուղղված համանման բոլոր ոտնձգությունները, խստագույնս պատասխանատվության ենթարկելով սույն հակապետական գործարքի մարզային հեղինակներին եւ նրանց երևանյան հովանավորներին։ Ցույցի մասնակիցներ փետրվարի 14 2013 թվական։ Շնորհակալություն ուշքի զանգվածային ոչխարաբուծությունը Սյունիքի տարածքում, դա անգամ եթե չլիներ արտաքին քաղաքական պահը անընդունելի է։
դա կունենա դեմոգրաֆիական հետևանքներ շատ բարձր, որովհետև այդ ոչխարները պահելու են եկվորներ։ Այդ կոծկելու process-ը մեզ մի անգամ ևս դրեցել համոզման, որ ինչ-որ process է ընթանում, որը շատ լուրջ վտանգ կարող է ունենալ եւ բնապահպանական առումով, եւ ժողովրդագրական առումով, եւ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Մեկ երկու բառով ասեմ ինչի համար։ Բնապահպանական առումով, որովհետեւ այդ ռեգիոններում այդ քանակությամբ ոչխարաբուծությունը զարգացնելը կարող է բերի արոտավայրերի դեգրադացման եւ հետագայում տարի ընթացքում անապահովման։ Բնապահպանը պետք է ընդհանրապես հաշվի դրան զարգացումն այդ ճյուղի զարգացումից զբաղվել ու տանել ոչ թե այլ երկրներից գան վարձակալեն եւ իրենք մշակեն, այլ հայ գյուղացուն օգնել, աջակցել, խրախուսել, տրամադրել ինչ-որ վարկային միջոցներ, որովհետեւ իրենք անեն տեղում այդ ամեն ինչը եւ ստանան վերջնական արդյունք, ոչ թե ամենահեշտ տարբերակը հա ինչ-որ X քանակությամբ գումար աշխատելու համար տրամադրել վարձակալության ինչներ։ Ես հենց հիմա պատրաստ եմ 20 հեկտար ինքս վարձակալ։ $25 չէ, $30 ինձ տանում։ Բարձր չեմ օգտագործել, բայց վախը տրամաբանություն չկալի մի հեկտար $20 ձեռավների սներեմ։ Բայց հարենքը չի վաճառում։ Պարոն Վերնիշյան։ Չէ, չենք թողնելու եւ չենք թողնելու։ Ամեն երկրում գնացրել հողերը վարձակալություն չի լինի։ Մի կողմից Հայաստան Հանրապետությունը, մյուս կողմից ոչխարներ են բերում։ Սա աբսուրդ է։ Պարոն Վերնիշյան, իսկ հարցը առաջամ, ինչու մինչ այժմ չէին մշակվում այդ հողերը հայերի կողմից։ Շատ լավ հարց եք տալիս, այո, ինչի չէին մշակվում։ Այս հարցը մենք գյուղատնտեսության նախարարությունն ենք։ Որտեղ է գյուղատնտեսության նախարարությունը։ Սա էլեմենտար բան է։ Ամենահարուստ առօրներն են, գորհայքի առօրները երևի եզակի են իրենց հարստություն։ Ինչի միջև հիմա չեն մշակվում։ Ինչի պայմաններ չեն ստեղծել։ Եթե չի կարողանում պետությունը ստեղծել, то ուրեմն քաղաքացիների արգելի քաղաքացիներ չեն կարողանում ինքներս մշակել, խնդրում են կողմից։ Մենք փորձենք մեր ուժերը ուրեմն ինչ-որ բաներ անեն, ոչ թե առօրները վերցնենք տանք օտար քաղաքացիներ։ Դուք ավելի շատ բնապահպանական խնդիրների համար եք խնդիրներ եք տեսնում, թե անվտանգության։ Երեքն էր։ Երեքն էլ ավելի շատ իհարկե ազգային անվտանգության հարց է այստեղ։ Երկրորդը տնտեսական, երրորդը նոր բնապահպանական։ Ինչ եմ ասում երրորդը նոր բնապահպանական, որովհետև ճիշտ է գործ ունենք ոչխարների հետ, որոնք որ հայտնի է, երբ որ գերարածեցում է կատարվում, այդ տարածքները ուղղակի բուսազրկվում են։ Բայց ճիշտ կազմակերպման դեպքում, նույնիսկ ոչխարապահության, ոչխարաբուծության դեպքում կարելի է, այսպես ասած, կայուն գյուղատնտեսություն զարգացնել։ Իսկապես առաջնային ազգային անվտանգության հարցն չի կարելի, ուղղակի այդպես հեշտ ու հանգիստ մեր տարածքներ նույնիսկ վարձակալության, հա, ասենք անվտանգ Իսկ պաշտպանության նախարարություն դիմել եք։ Պաշտպանության նախարարություն ոչ, ինչքան հիշում եմ նամակ չի գնացել։ Որտեղ մի քանի տեղ է նամակներ գնացել, տարբեր մարդիկ են գրել, հա, թռչկանից էլ է գնացել նամակը։ Բայց պաշտպանությունը կարծեմ ազգային անվտանգություն գնացել է եւ ազգային անվտանգության խորհուրդը ինչպես է կոչվում ազգային անվտանգության խորհուրդ ղեկավարած կառույցը այնտեղ գնացել է ոչ մի արձան ոչինչ չեն պատահել Իսկ հայկական կողմը ինչու է թաքցնում որ պայմանագիրը ստորագրվել է դուք վստահ եք չէ՞ որ հուշագիր է ճիշտ ասած ինձ համար բացարձակ նշանակություն չունի դա պայմանագիր է թե հուշագիր է թե անունը ինչ է այստեղ գործընթացն է էականը փաստը որ գործընթացը գնում է Բայց այս պարագայում ակնհայտ ազգային անվտանգության խնդիր է, որովհետև փաստորեն մենք տեսնում ենք ոնց են Եվրոպան գրավել պետական աշխարհը։ Հիմա մեզանում է գնում այդ գործընթացը փաստորեն, եթե մենք մնացել ենք քրիստոնյա մի փոքր ֆղզյակ լսում։ Ուրեմն դա էլ ենք կարծում եմ, որ շատ Ծաղկությունը վերաբերվում է այն ծրագրին, որը ինչ-որ բանակցություններ է գնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, առայն որ Հայաստանում Սյունիքի մարզից ահռելի տարածքներ պետք է վարձակալությամբ տրվեն Իրանին, այնտեղ Իրանը ոչխարաբուծություն զարգացնելու համար։ Ինչը մեծ վտանգներ է սպառնում մեր պետությանը, ասած որ եթե մենք ունենք արոտավայրեր, ինչի սեփական գյուղատնտեսություն չենք
զարգացնում, այդ օտարի գյուղատնտեսությունը։ Երկրորդը տալով նման ահռելի տարածքներ եւ նման ահռելի քանակությամբ անասուններ ներմուծելով Հայաստան հարևան պետությունից։ Մենք մի քանի վտանգներ ենք ունենում՝ բնապահպանական, սոցիալական եւ ազգային անվտանգությունից ելնելով կարող են տեղի ունենալ որոշակի դիվերսիոն գործողություններ մեր տարածքում։ Այս երեք հնարավոր բաները, հնարավոր վտանգները կանխելու համար մենք համաձայն չենք նման բանակցություններին առհասարակ։